Տիբետյան առողջարար պարզ խորհուրդները նորից ու նորից անդրադառնում են ամեն ինչի չափավոր լինելու կարևորությանը։ Եվ այսօր հետաքրքիր մի խորհուրդ՝ քիչ նայեք հայելու մեջ։ Ընդհանրապես մենք ասում ենք ու շատ հաճախ դա հնչում է տարբեր տեղերից, որ շատ հայելի նայելը զարգացնում է մարդու վատ որակները, հատկապես փառասիրությունը, այնուամենայնիվ մենք այլ տեսանկյունից ենք նայում։ Էներգիաները, որոնք որ կուտակվում են հայելու մեջ, առաջացնում են այդպես կոչված էներգետիկ էակներին հայելիների մեջ առկա, եւ իրենք սկսում են սնվել էներգիայով։ Ինչքան ավելի շատ եք նայում հայելիների մեջ, այնքան ավելի շատ կորցնում եք էներգիան։ Իսկ մեր ժամանակներում էներգիան հիմնարար հարստությունից մեկն է, եւ իրականում մենք շատ քիչ, գոնե շատ քիչ ենք ընկալում էներգիայի աղբյուրները եւ ըստ այդմ շատ քիչ ենք կարողանում կուտակել էներգիա։ Այլուր մենք հնարավորինս պիտի խուսափենք էներգիայի անիմաստ ծախսից։ Այդպես էլ ծախսվում է շատ ու շատ։ Ըստ այդմ հնարավորինս սահմանափակեք հայելիների մեջ նայելը։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք ասում ենք ընդհանրապես մի նայեք հայելու մեջ կամ փորձում ենք ձեզ վախեցնել, իսկ բար ոչ, պարզապես ընկալեք, որ հին ժամանակներից ի վեր հենց դրա պատճառով տարբեր գուշակություններ, մոգություններ եւ այլն կախված էին հենց հայելիների մեջ, որովհետեւ հայելիները կլանում են էներգիաներ։ Առողջ եղեք։ Տեյաթա օմբեկաձե մահաբեկաձե ռաձա սամունգատե սվահա։ Վճարովի անհատական խորհրդատվության հնարավորություն։ Գրանցվելու համար զանգահարել 091 751 750 հեռախոսահամարով։